Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես առաջի անգամ չեմ այս ամբիոնի մոտ, բայց երևի այս ելույթը կլինի ոչ ստանդարտ ելույթ, ոչ ստանդարտ կարգավիճակում։ Իհարկե ինձ բնորոշ հումորի համապատասխան պետք է ասեմ, որ նաև առաջ դրել որպեսզի հնարավորություն ունենամ առաջի անգամ իմ խորհրդարանական գործունեության ընթացքում ունենամ մինչև 30 րոպե տևողության ելույթ, որովհետև նախկինում որևիցե անգամ նման հնարավորություն չեմ ունեցել։ Իհարկե կխնայեմ եւ ձեր համբերությունը եւ ժամանակը եւ կփորձեմ հնարավորինս լակոնիկ լինել, ինչքան այդ լակոնիզմը բնորոշ է իրավաբաններին իհարկե։ Ինձ համար մեծ պատիվ եւ մեծ պատասխանատվություն է լինել առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Մեծ պատիվ, որովհետեւ յուրաքանչյուր իրավաբանի համար բարձրագույն դատական ատյանի նման պաշտոն զբաղեցնելը մշտապես դիտարկվել է որպես իր գործունեության լավագույն գնահատականը։ Մեծագույն պատասխանատվություն, որովհետև Սահմանադրական դատարանը լինելով Սահմանադրական արդարադատության իրականացնող մարմին հնարավորություն եւ ունակություն կամ որևիցե եղանակ սխալվելու չունի։ Այն պետք է իրականացնի արդարադատություն, իրականացնի Սահմանադրական արդարադատություն եւ ցանկացած ստորակետ կամ այլ կետադրական նշան կարող է բեկումնային լինել ցանկացած իրավիճակում պետության հետագա գոյության համար։ Իհարկե խորը պատասխանատվությամբ եմ մոտենում այս հարցին։ Իհարկե արգելի գործընկերներ, որոշակի առումով առաջ ընկնելով եւ պարոն Աղազարյանի հարցին պատասխանելով պետք է ասեմ հետեւյալը, որ չկա պահանջ հրաժարվել պատգամավորական մանդատից տեխնացուի կարգավիճակում, կա պահանջ հրաժարվել այս մանդատից, երբ որ դու ընտրվել ես դատավոր, որտեղ անձը չի կարող միաժամանակ գտնվել երկու երթումների ներքո, բայց թե էթիկայի տեսանկյունից, թե բարոյականության տեսանկյունից, թե իմ գործընկերների նկատմամբ հարգանքի, թե խորհրդարանի նկատմամբ հարգանքի տեսանկյունից ես ներկայացրել եմ դիմում մանդատից հրաժարվելու վերաբերյալ տեխնացուի կարգավիճակում, որովհետև խորհրդարանական գործընկերները պետք է հնարավորություն ունենան անկաշկանդ որոշում կայացնել։ Հարգելի գործընկերներ, պետությունը միակ միջավայրն է, որը կարող է ապահովել ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը ինքնին հնարավոր չէ ապահովել, եթե դու չես ապահովում ժողովրդավարության հետ օրգանական եղանակով փոխկապակցված իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը որպես այդպեսին պահպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը հիմնված լինի սահմանադրական կարգի վրա, որպեսզի վերջինս ունենա սահմանադրություն։ Սահմանադրություն ոչ որպես տեքստ, սահմանադրություն որպես հիմնական հարաբերությունները կարգավորող օրենք, հիմնական վարքագիծը կանոնակարգող պայմանավորվածությունների ամբողջություն։ Այսօր դժվար է պատկերացնել որևիցե պետություն, որը գոյություն ունի սահմանադրության կամ սահմանադրական միջավայրից դուրս։ Իհարկե սահմանադրությունները տարբեր են, կարող են լինել գրված, կոնսոլիդացված մեկ փաստաթղթում, դրանք կարող են լինել խառը, դրանք կարող են լինել նույնիսկ որոշակի ժամանակահատվածում չգրված, բայց այդուհանդերձ պետության գոյությունը սահմանադրության կամ սահմանադրական միջավայրից դուրս անհնար է։ Ինչ է ի վերջո սահմանադրությունը։ Ես չեմ ուզում անդրադառնալ եւ գնալ հայոց պատմության խորքերը, փորձելով վերլուծել դեռևս 5-րդ դարում հայոց աղվանած թագավոր վաճական բարեպաշտի կանոնական սահմանադրություն եւ եզրույթի օգտագործում, բայց պետք է ասեմ հետեւյալը, որ սահմանադրություն եզրույթը հայ իրականության մեջ սկսել է օգտագործվել 19-րդ դարի սկզբից 30-ական թվականներից, մասնավորապես այն իհայտ է գալիս բառարաններում, որպես լատինական կոնստիտուցիո կամ անգլերեն կամ ֆրանսերեն constitution եզրույթների հոմանիշ։ Բայց հայ իրականության մեջ այն շատ ավելի խորը փիլիսոփայական բովանդակություն է ձեռք բերում, որովհետև սոսկ բառի բովանդակությունը տալիս է ընկալում նրա, թե ինչին պետք է ծառայի սահմանադրությունը։
Այո, սա փաստաթուղթ է սահմաններ դնելու վերաբերյալ։ Սահմաններ պետական մարմինների գործունեության համար, պետական մարմինների գործողությունների համար, պաշտոնատար անձանց գործողությունների համար, սահմաններ պետության կողմից մարդու իրավունքների դաշտ միջամտելու համար, սահմաններ պետության եւ քաղաքացու հարաբերությունները կարգավորելու համար։ Սահմանադրությունը փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս արտացոլել սահմանադրի կամքը եւ ձևավորել իրավական համակարգը։ Եթե փորձենք մի փոքր ավելի պարզ լեզվով խոսալ, սահմանադրությունը շատ նման է ծառի արմատների, որովհետեւ եթե չլինեն այդ արմատները, ապա ամբողջ համակարգը կփլուզվի եւ ամբողջ համակարգը հիմնված է հենց այդ արմատների վրա։ Որոշակի առումով սահմանադրությունը նաեւ մեր իրավական համակարգի դնթն է։ Սահմանադրությունը նաեւ բնորոշում է պետության ինքնությունը։ Ինչ է ի վերջո սահմանադրությունը։ Սահմանադրությունը սա սոսկ իրավական տեքստ կամ հիմնական օրենք չէ։ Սա շատ ավելի խորը մշակութաբանական, սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական բնույթի փաստաթուղթ է։ Որոշակի առումով այն պայմանագիր է կամ պայմանավորվածություն է ժողովրդի եւ պետության միջեւ։ Ուրույն համաձայնությունների արդյունք։ Ժողովուրդը համաձայնվում է պետությանը վերապահել որոշակի լիազորություններ, իսկ պետությունը պարտավորվում է ապահովել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ իշխանության իրականացումը ժողովրդի անունից։ Ի վերջո, սահմանադրի կամքն է ընկած ցանկացած սահմանադրության հիմքում։ Սահմանադիրն է որոշում, թե ինչպիսի պետություն դու պետք է ունենաս։ Սահմանադիրն է որոշում քո պետության սահմանադրաիրավական հենքերը։ Հնարավոր է արդյոք ապահովել սահմանադրի կամքը միայն բարի ցանկությունների կամ միայն այն կանխավարկածից ելնելով, որ բոլոր պետական մարմինները, բոլոր քաղաքացիները, բոլոր անձիկ պարզապես խստորեն հետևում են սահմանադրությանը եւ սահմանադրության մեջ արտացոլված սահմանադրի կամքին։ Տեսականորեն այո, եթե մենք խոսում ենք ուտոպիստական հասարակության մասին։ Երբ որ պատկերացնում ենք, որ յուրաքանչյուր պետական մարմին, յուրաքանչյուր պաշտոնատար անձ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ անշեղելիորեն հետևում է սահմանադրության պատվիրանների կատարմանը։ Հնարավոր է սա տեսականորեն այո։ Հնարավոր է սա գործնականում ցավոք ոչ կամ ցավոք դեռ ոչ, որովհետև պետական ապարատում, պետական կառավարման համակարգում, հասարակության կյանքում պարբերաբար լինում են իրավիճակներ, երբ պատասխանները քո վարքագծի սահմանադրականության հետ կապված դժվար է կանխորոշել։ Դժվար է կանխորոշել, որովհետև դու իրականում գտնում ես մի հասարակություն, որը շատ ավելի արագ է զարգանում, քան իրավական համակարգը։ Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի դու ունենաս մի մարմին, որը կապահովի սահմանադրի կամքի անշեղորեն կատարման հնարավորությունը։ Սահմանադրական դատարանը իրականում ոչ այլ ինչ է, քան օրենքով սահմանադրությամբ նախատեսված մարմին, որի նպատակը հետևյալն է. տարիների ընթացքում ամբողջ այն ժամանակահատվածում, որի ընթացքում գործում է սահմանադրությունը, ապահովել, որպեսզի սահմանադրի կամքը հնարավորինս արտացոլվի, սահմանադրի կամքը հնարավորինս պահպանվի։ Ասում են, որ սահմանադրությունը լուր դատավոր է, իսկ սահմանադրական դատարանը դառնում է խոսող օրենք, մեկնաբանելով, պարզաբանելով եւ զարգացնելով սահմանադրությունը որպես այդպիսին։ Հարգելի գործընկերներ, իհարկե սահմանադրական դատարանները եւ համանման հաստատությունները, որոնք գործում են տարբեր երկրներում, զերծ չեն մարտահրավերներից։ Մարտահրավերներ առկա են նաև այսօր եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, այլ նաև սահմանադրական արդարադատություն իրականացնող ցանկացած այլ մասնագիտացված հաստատության համար։ Այդ մարտահրավերները տարբեր են։ Իհարկե շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես սահմանադրական արդարադատությունը պետք է իրականացվի թվային հասարակությունում։ Արհեստական բանականությունը, արհեստական բանականության գործիքները, թվային հեղափոխությունը եւ այլն էական փոփոխություններ են բերել մեր կյանքում։ Եվ սա մեծ ազդեցություն է ունենում
այդ թվում սահմանադրական արդարադատության բովանդակության վրա։ Մեզանից յուրաքանչյուրը առօրյա ռեժիմով մենք էլ ենք սկսել կասկածել, թե արդյոք այս նյութը հարստական բանականության արդյունք է, թե իրականություն։ Շատ ավելի խնդրահարույց է դառնում այս խնդիրը, այս իրավիճակը, երբ որ մենք բախվում ենք հեղինակային իրավունքների պաշտպանության հիմնահարցին, անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցին, թվային հասարակությունում դասական մարդու իրավունքների պաշտպանության համակարգին որպես այդպիսին։ Լրջագույն մարտահրավերը շարունակելու մնալ սահմանադրական առումով ավտոմատացված զենքի կամ ավտոմատացված տրանսպորտային միջոցների հետևանքով պատճառած վնասի հատուցման հետ կապված խնդիրները, որովհետև դու չես հասկանում, թե ի վերջո ով էր պատասխանատու այդ վնասի համար եւ ինչպես պետք է այդ վնասը փոխհատուցվի եւ ում կողմից։ Սա իհարկե մեկ հարթություն է, ոչ ամենաբարդ հարթությունը գուցե այն հարթությունների միջից, որոնք ես կուզենայի մատնանշել այստեղ։ Մյուս մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի առջև է ծառացած, այն ծառացած է ցանկացած եվրոպական երկրի առջև, դա սահմանադրական դատարանի որոշումների կատարման հիմնահարցն է։ Շատ երկրներում սահմանադրական դատարանները բախվում են սահմանադրական դատարանի որոշումների չկատարման երևույթի հետ։ Ոչ միշտ է, որ այդ չկատարումը հետևանք է իշխանության այլ մարմինների կողմից չարամտորեն այդ որոշումները չկատարելու ցանկությամբ։ Շատ դեպքերում այն պայմանավորված է սահմանադրական դատարանի որոշումների բարդությամբ, այն իրավիճակով, որը պահանջում է յուրաքանչյուրից համապատասխան գործողություններ իրականացնել, որպեսզի սահմանադրական դատարանի որոշումը կյանքի կոչվի։ Այս մարտահրավերը կա, լինելու է եւ եղել է մշտապես սահմանադրական դատարանների համար այն կարևոր կրվանը, որը վերջիներս փորձելու են ըստ էության ապահովել սահմանադրական դատարանների գործունեության արդյունավետությունը։ Չեմ կարող չանդրադառնալ նաև այն մարտահրավերներին, որոնք տարածել են այսօր եվրոպական մայրցամաքում կապված մասնավորապես միջազգային համագործակցության նվազման կամ միջազգային համագործակցության տեմպերի նվազման հետ։ Երևի թե քաջատեղյակ եք, որ վերջի շրջաններում շատ են սկսում հնչել խոսքեր առայն, որ եվրոպական կոնվենցիոն համակարգ, այն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան հնացել է, այն չի արտացոլում իրական իրավիճակը, կան երկրներ, ընդ որում սրանք ոչ թե զարգացող արևելաեվրոպական երկրներն են, այլ զարգացած եվրոպական երկրներ, որոնք նույնիսկ բարձրացնում են եվրոպական կոնվենցիայի համակարգից դուրս գալու հիմնահարց։ Սա չի կարող անհարադարձ մնալ սահմանադրական արդարադատության իրականացման համակարգի վրա։ Չի կարող սահմանադրական դատարանի վրա չազդել նաև որոշ պետությունների ցանկությունը ընդհանրապես չկատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները եւ հրապարակային խոսել սրա մասին։ Չափազանց կարևոր է, որպեսզի սահմանադրական դատարանը վերականգնի այն երկխոսության համակարգը, որը հնարավորություն է տալիս թե ներպետական, թե վերպետական մակարդակում, թե միջպետական մակարդակում ապահովել փոխադարձ հարգանքի սկզբունքը, որովհետև շատ դեպքերում պետությունները օրինակ փորձում են նվազեցնել եւ ստորադասել մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները ներպետական օրենսդրությանը։ Կան երկրներ, որոնցում հստակ սահմանադրական դատարանի դիրքորոշումը չի համընկնում տվյալ պետության մասնակցությամբ միջազգային դատարանի որոշման հետ, եւ սա լրջագույն մարտահրավեր է շարունակելու մնալ ցանկացած սահմանադրական դատարանի համար։ Չեմ կարող չանդրադառնալ նաև իշխանության տարբեր ճյուղերի միջև փոխ համագործակցության սկզբունքին։ Գիտեք, սահմանության մեջ արտացոլված իշխանությունների տարանջատման սկզբունքը չի նշանակում պատնեշների արկայություն իշխանության տարբեր ճյուղերի միջև։ Պատնեշների արկայությունը ինքնին հակասահմանադրական է։ Պետական մարմինները պետք է կարողանան գործել փոխգործելիության մթնոլորտում։ Սահմանադրական դատարանի եւ քաղաքական իշխանության միջև անհրաժեշտ է երկխոսություն։ Սահմանադրական դատարանը պետք է քաջատեղյակ լինի այն իրավաքաղաքական զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում հասարակությունում, պետական կառավարման համակարգը, քաղաքական իշխանությունը պետք է քաջատեղյակ լինի սահմանադրական դատարանի այն դիրքորոշումներից, որոնք կարող են խոչընդոտել
այս կամ այն օրինագծի կամ այս կամ այն լուծման կյանքի կոչմանը։ Սա փոխադարձ միջինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքի վրա հիմնված համագործակցություն պետք է լինի։ Իհարկե քավլիցի, որույթի եղանակով իմ այս դիտարկումը չպետք է ընկալվի որպես սահմանադրական դատարանի քաղաքականացում կամ քաղաքական իշխանության իրավականացում, խոսքը պարզապես փոխադարձ հարգանքի, փոխադարձ սահմանների ճանաչման եւ փոխադարձ ըմբռնման մասին է։ Ի վերջո սահմանադրական դատարանը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ։ Չի կարող սահմանադրական դատարանը իրականացնել արդարադատություն կտրված պետությունից։ Չի կարող սահմանադրական դատարանը վեր լինել պետությունից։ Սահմանադրական դատարանը պետության պրոդուկտ է եւ պետք է գործի պետության շրջանակներում։ Եվ սահմանադրական դատարանը պետք է ընկալի, որ ցանկացած պարագայում արդարադատություն իրականացնելիս այդ արդարադատությունը պետք է լինի իրական արդարադատություն, ոչ թե արդարադատություն, որից հետո կարող է կործանվել ամբողջ աշխարհը։ Միաժամանակ, հարգելի գործընկերներ, անկախ նրանից թե ինչ կարգավիճակ եմ զբաղեցրել, ես ունեցել եմ այն մոտեցումը եւ շարունակել եմ պնդել այն, որ սահմանադրական դատարանի որոշումները պետք է կատարվեն առանց որևիցե բայցի եւ առանց որևիցե եթեի, որովհետեւ դա իրավական պետության հենքն է։ Որն է ի վերջո սահմանադրական դատարանի ուժը։ Ինչու համար ենք մենք խոսում սահմանադրական դատարանի մասին։ Սահմանադրական դատարանը հիմնված է բացառապես իր հեղինակության վրա։ Միայն իր հեղինակության միջոցով սահմանադրական դատարանը կարող է հասցեագրել այս կամ այն հիմնահարցը հասարակությանը։ Այդ հեղինակությունը հնարավոր է ապահովել իմ խորին համոզմամբ երկու կարևոր չափանիշների պահպանման միջոցով։ Սահմանադրական դատարանը պետք է լինի ծայրահեղ պրոֆեսիոնալ, սահմանադրական դատարանը պետք է լինի ծայրահեղ անաչառ եւ ծայրահեղ անկախ։ Սրա հետ զուգահեռ պետական իշխանության մյուս բոլոր մարմինները պետք է ընդունեն եւ ճանաչեն սահմանադրական դատարանի այն կարևոր դերակատարությունը, ոչ թե այն 9 հոգու, որոնք պատմիջանները հակած իրականացնում են արդարադատություն, ոչ։ Սահմանադրական դատարանը պետք է ընկալվի որպես սահմանադրի այն ժողովրդի կամքը պահպանելուն ուղղված ձևավորված ինստիտուտ եւ այդ տեսանկյունից պետք է ստանա այն արժանի հարգանքը, որը անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրից եւ սահմանադրության գերակայությունը ապահովելու համար եւ իրավունքի գերակայության սկզբունքը երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Հարգելի գործընկերներ, չեմ կարող չանդրադառնալ նաև իմ մասնագիտական ուղուն։ Ես սկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը սահմանադրական դատարանում։ Ես առավել քան 15 տարի եղել եմ սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Գիտեք, հպարտությամբ այսօր պետք է ասեմ, որ երբեք չեմ օգտագործել առաջխաղացման լիֆտի հնարավորություններից։ Եկել եմ որպես սովորական մասնագետ, իրավախորհրդատվական ծառայության ամենացածր հաստիքը գլխավոր մասնագետներ, ավելի ցածրներ, ավելի ցածրի վրա կնշանակեին, բայց եկել եմ որպես գլխավոր մասնագետ եւ 15 տարիների ընթացքում չեմ անցել որևիցե հաստիկ կամ որևիցե պաշտոն եւ զբաղեցնել ավելի բարձրը։ Ես պետք է նշեմ, որ ամբողջ գործունեության ընթացքում նաեւ իմ գործունեության ընթացքում եւ շարունակել եմ ակադեմիական պրպտումներս։ Եղել եմ համալսարանական դասախոս, դասավանդել եմ, զբաղվել եմ գիտությամբ։ Չափազանց կարևորել եմ միջազգային համագործակցությունը, հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը, որտեղ միջազգային մարտահրավերները շատ ավելի շատ են, եւ երկխոսությունը սահմանադրական դատարանների միջև շատ եմ կարևորել։ Եղել եմ եւ շարունակել եմ մնալ միջազգային համագործակցության ամրապնդման կողմնակից։ Հարգելի գործընկերներ, գիտեմ, շատերիդ մոտ հարց է առաջանալու, թե արդյոք հնարավոր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել սահմանադրական դատարան, ինչպես է հնարավոր ապահովել անաչառությունը եւ անկախությունը այդ պաշտոնում։ Նախ ասեմ, որ սահմանադրական դատարանների ձևավորման պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացառություն չի, երբ խորհրդարանի անդամը դառնում է սահմանադրական դատարանի անդամ։ Կան երկրներ, մասնավորապես, եթե չեմ սխալվում, Բելգիան, երբ որ խորհրդարանը մի մասը պետք է բաղկացած, երբ որ կներեք սահմանադրական դատարանը պարզապես մասսան պետք է բաղկացած լինի նախկին խորհրդարանի անդամներից։ Կան երկրներ, որտեղ ձևավորված պրակտիկա է խորհրդարանականները պետք է դառնան
Սահմանադրական դատարանի անդամներ։ Մասնավորապես բավական երկար պրակտիկա նման օրինակ ուներ Իտալիան։ Եվ եթե չեմ սխալվում, Սերջո Մատարելլան, որը զբաղեցնում էր Իտալիայի Հանրապետության նախագահի պաշտոնը, նախկինում Սահմանադրական դատարանի դատավոր էր եւ դրանից առաջ հանդիսանում էր խորհրդարանի անդամ։ Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի նախագահ այս պահին եւս մինչև դատարանի նախագահի դատավորի եւ նախագահի պաշտոնը ստանձնելը եղել է խորհրդարանական, դեռ ավելին եղել է խմբակցության փոխ նախագահ։ Բայց ինչ եմ սա ասում։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ չեմ տեսնում քաղաքական ռիսկեր, երբ որ խորհրդարանից քաղաքական գործիչը տեղափոխվում է դատական համակարգ։ Իհարկե այստեղ առկա են ռիսկեր եւ այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն։ Ես կարող եմ ասել հետեւյալը. գիտեք, ես արդեն 7 տարի է, թե 7-րդ, թե 8-րդ գումարման խորհրդարանում եւ մեզանից յուրաքանչյուրս գտնվում է երթման ներքո։ Այդ երթման տեքստում կա հստակ պահանջ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մենք ցավոք թերագնահատում ենք շատ դեպքերում երթման ինստիտուտը, վերաբերելով այն որպես ինչ-որ փոքրիկ ժեստի։ Իրականում երթում ունի խորքային իրավական նշանակություն, որովհետև երթման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ եւ անկախ քո քաղաքական դիրքորոշումից, քաղաքական մոտեցումներից, նախասիրություններից, վերաբերմունքից դու պարտավոր ես գործել երթման համապատասխան։ Դու դառնում ես երթման, լավ իմաստով դու դառնում ես այդ երթման գերին եւ դու երթումից չես կարող ազատել ինքդ քեզ։ Իսկ եթե որևիցե մեկը երթման շրջանակներից դուրս է գալիս, ապա թե ազգային ժողովը, թե իրավապահ համակարգը պետք է գործեն օրենքի ամբողջ հստությամբ եւ անձը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ինչ է ասում Սահմանադրական դատարանի դատավորի երթումը։ Այն ասում է հետեւյալը. ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, սա երթում չի, ես չեմ երթում, պարզապես ընթերցում եմ օրենքից տեքստը, չեմ խախտում պարոն Աղազարյան որևիցե կանոն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև դատավորը երթվում է ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Այս կանոնների շրջանակներում պետք է գործի ցանկացած անձ, անկախ նրանից, թե որ պաշտոնից, որ իրավիճակից, որ համակարգից է տեղափոխում Սահմանադրական դատարան։ Եվ այս երթման չպահպանումը պետք է հանգեցնի պատասխանատվության։ Երթումից ազատել անձը կարող է ինքն իրեն հրաժարական դիմում ներկայացնելու միջոցով, երթումից անձին կարող են ազատել նաև իրավապահ մարմինները, եթե վերջինս դրժել է երթումը։ Երթման կարևորությունը ես միշտ ընդգծել եմ նաև խորհրդարանական գործունեության ընթացքում եւ հավատում եմ, որ երթումը սոսկ իրավական տեքստ չէ, այն ծնում է իրավական պարտավորություններ եւ այդ պարտավորությունների շրջանակներում անձը պետք է շարունակի գործել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ բոլոր գործընկերներիս եւ համագործակցության համար եւ այսքան երկար տարիների, ոչ հեշտ տարիների, բայց այդուհանդերձ շատ արդյունավետ եւ հետաքրքիր գործունեության համար եւ իհարկե չեմ կարող վերջում չասել, Ժորժ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ եւ իմ դիմադիր գործընկերներից եւ հայկական ասացվածքի համաձայն Ժորժ ջան ավել պակաս կներեք։ Ես փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի արդյունավետ գործունեություն իրականացնեմ խորհրդարանում եւ հավատացնում եմ, եթե ինչ որ եղանակով իմ վարկագիծը չի համապատասխանել ձեր ակնկալիքներին, ապա հիշեք, իմացեք, որ դա երբեք չի եղել չարամտության կամ դիտավորության արդյունք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դուք դեռ 6 րոպե ունեք, կարող եք շարունակել հարցը։ Եթե ասելիքա մնացել